Խնդրեմ ներկայանալ եւ այսօրվա ձեր պահանջը ներկայացնեք, ինչու եք այսօր այստեղ։ Գևորգյան Ալիսա, լրագրող, նաև 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայր։ Այս պահին նաև աշխատում եմ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության մեդիա թիմում։ Ես տեղյակ էի երեկվանից, որ այս ակցիան պիտի լինի եւ մտածում եմ, որ անպայման պիտի մասնակցեմ, երբ գնացի աշխատանքի, պարզվեց, որ ամբողջ թիմն է մեր ուզում աջակցել Դավիթին։ Եվ այս պահին ես եւ Լալա Աբգարյանը, որը 2022 թվականին Սոտքի սեպտեմբերյան հարձակման ժամանակ Սոտքի բարձունքում նահատակված Գայանե Աբգարյանի քույրն է, որին ադրբեջանցիները խոշտանգել էին, մենք միասին ուղղակի այստեղ եկել ենք աջակցելու Դավիթին, Դավիթ Մինասյանին, որովհետև հնարավոր չի այս ամենի կողքով անտարբեր անցնել, հնարավոր չի նայել, թե մի ամբողջ հանցավոր համակարգ ոնց է դուրս եկել 18 տարեկան դպրոցական տղայի դեմ, այն դեպքում, երբ որ այս իշխանությունը կիրակի օրով, ծաղկազարդի օրով, թիկնազորով ներխուժել է պատարագի եւ պատարագի ընթացքում աղոթքի մեջ գտնվող երիտասարդին քաշքշել է եւ միայն երիտասարդի խոսքը, որ ես ուզում եմ, ես պիտի իմ տեղում կանգնած մնալ, դարձել է այս ամբողջ այս տղայի դեմ ուղղված տերորի պատճառ։ Թիկնապահը ակնհայտ երևում է տեսանյութերում, որ ինքն է հարվածել եւ արդեն առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին լուրջ առողջական վնաս է հասցրել։ Դավիթը այս պահին, ինչպես գիտեք, հիվանդանոցում է գանգուղեղային ցնցումով, անգամ լույսին չի կարողանում նայել, բայց ով հարվածել է Դավիթին, ազատ շրջում է եւ փաստորեն տուժողը Դավիթն է եւ ստացվել է այնպես, որ այս ճակատագրական հանդիպման ընթացքում տուժողը ինքն է հայտնվել հանցագործի կարգավիճակում։ Ամբողջ ռեժիմը դուրս է եկել այս տղայի դեմ, որը ընդամենը համարձակվել էր եկեղեցի գնալ, երևի իր ամենամեծ մեղքն այն է, որ ինքը հայտնվել էր այն եկեղեցում, որը Նիկոլ Փաշինյանն ատում է։ Մասնակցել եմ ինչին, որ հնարավոր է եղել, ինչ ակցիա, որ կազմակերպվել է, փորձել եմ հնարավորության դեպքում մասնակցել, մասնակցում եմ նաև այս ակցիային, որը հիմնականում մայրերը այդպես իրար փոխարինելով այստեղ ակցիային իրականացնելու, որպեսզի փորձեն Դավիթին 18 տարեկան այս տղային ազատել այս հրեշավոր հանցագործ ռեժիմի ձեռքից, որովհետև չգիտեմ, հանցագործները փողոցում ման են գալիս, հազարավոր ճակատագրեր խորտակած, հազարավոր տղաների մահվան տարած հանցագործները ազատ ման են գալիս եւ փոխարենը իրենց պատիժը կրելու փոխարեն իրենք կարող են 18 տարեկան երեխայի ճակատագրում փայլուն երիտասարդ, որի տանը երկու անգամ խուզարկություն անելու արդյունքում գովասանագրերից բացի ոչինչ չեն հայտնաբերել, բայց երևի մեծ գործ են կարել, որ արդեն ուղարկել են դատարան, որպեսզի հնարավորություն չլինի անգամ այս տղայի խափանման միջոց փոխել տնային կալանքով կամ մեկ այլ խափանման միջոցով, այնպես որ այս պահին մեր աչքի առաջ 18 տարեկան տղայի են խոշտանգում իր հարազատների հետ միասին։ Ասենք, որ մի նորմալ մարդը, որ մի նորմալ հայը կարող է այս երևույթի կողքով անտարբեր անցնել, ես չեմ պատկերացնում։ Բողոքի ակցիան մինչև երբ եք շարունակում իրականացնել եւ եթե խափանման միջոցի վերջը չփոխվի ձեր հետագա քայլերը ինչպես ունեն։ Բողոքի ակցիան իրականացնելու ենք մեկս մյուսին փոխարինելով, հիմա աշխատանքի մեջ ենք, բայց դուրս ենք եկել ենք, ինչքան որ հնարավոր է կկանգնենք, փոխարինողներ կգան, երբ որ կգնանք, կարծում եմ, երբ ժամանակ լինի նորից կվերադառնանք, այսինքն գիտեք, պայքարը պետքա միշտ շարունակել, գոնե հանրային հնչեղություն պիտի տալ, գոնե այդ մեղավորներին պիտի հանրային պարսավանքի ենթարկել։ Ես հասկանում եմ, որ մենք գործ ունենք մի մարդու կարծիքից կախված իրավական համակարգից, այնպես չի, որ մենք եկել ենք դատախազություն, Աննա Վարդապետյանի շատ մեծ ակնկալիքներ ունենք։ Աննա Վարդապետյանի պուլտը գտնվում է մեկ մարդու ձեռքում։ Այսինքն, բայց սա հանրության համար է, մեր հանրության համար է, որը վերջապես իր բարոյական արժեհամակարգը պիտի վերագտնի։ Հնարավոր չի այսպես շարունակել։ Հնարավոր չի հանդուրժել մի իշխանություն, որը պատերազմի է դուրս եկել 18-ից 20-25 տարեկան երեխեքի դեմ։ Չի բավարարվել, որ իր մեղքով, այս իշխանության մեղքով
3 սերունդ է, մի քանի սերունդ այսօր եռաբլուրում պարկած է։ Իրանք չեն բավարարվել դրանով։ Իրանք շարունակում են նոր երիտասարդների կյանք խորտակել, ոնց կարողանում են, ով ոնց կարողանում է, այս երեխեքի հախից գալիս է։ Այն մի կերպար կար է, ինչ էր անունը, Ախուրյանցի անունը, որ ասում էր Նիկոլը պիտի բոլոր հայերի հախից գա, Նիկոլը բոլոր հայերի հախից գալիս է եւ հատկապես նոր սերնդի, որ այս երկրի ապագան է։ Որ ասում են ապագան գալիս է առանց հայերի, որովհետև այդ ապագան իրանք թաղում են ոնց կարողանում են, խորտակում են ոնց կարողանում են, փայլուն երիտասարդ, որ այս պահին պիտի ինքը զբաղված լիներ իր քննություններով, բարձրագույն հաստատություն ընդունելու իր գործերը պիտի աներ, հիմա խոշտանգվում է ուղղակի բժշկական կենտրոնում, որից հետո իրեն անխուսափելի կալանք է սպասվում։ Թե էլ ինչ կսարքեն այս երիտասարդի գլխին, հանցագործ կազմակերպված հանցավորություն, չգիտեմ, կողմնակիցները անգամ հոկտեմբերի 27-ի հետ են համեմատում, ասում են հանցագործ, անդաստիրակ, չգիտեմ ինչ, մարդը, որի մեղքը եղել է, ընդհանրապես եկեղեցուն հայտնվել է։ Այսօր Տիկին Գեորգյան, առավոտյան երբ որ այստեղ հարցազրույցներ էին անում մեր գործընկերները, ինչ որ մարդիկ կային, որոնք անցնում եւ ասում էին այդ հոգեկան հիվանդին եք պաշտպանում, որ Նիկոլ Փաշինյանին փորձել է հարվածել, հետո Դանիել Յոհաննիսյանն էր փորձել ներկայացնել, թե իբր Դավիթ Մինասյանը հոգեկան խնդիրներ ունի։ Իրականում ինչ առողջական խնդիրներ ունի եւ արդյոք կարելի է այդ մարդուն նման պիտակներ կպցնել։ Ես հարց եմ ուղղում Դանիել Յոհաննիսյանին, որտեղից գիտեք, դա բժշկա, նույնիսկ չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ երիտասարդի առողջության մասին։ Ինքը ինչպես է այդ տվյալներին իր տիրապետում, որտեղից այդ տվյալները Դանիել Յոհաննիսյանին, որ Դավիթ Մինասյանը հոգեկան հիվանդ է։ Ահա։ Ինչ վերաբերում է մնացածին, նույնը հարցս մյուսներին եմ ուղղում։ Այդ որտեղից իմացաք, որ երեխան հոգեկան հիվանդ է եւ քանի հոգեկան հիվանդ գիտեք, որ իրենց տանը կարող եք մի քանի անգամ խոզարկություն անելու արդյունքում տասնյակ գովասանագրեր հայտնաբերեք, թե ինչքանով են Դավիթը եւ իր եղբայրը հոգեկան հիվանդ, փաստում են իր դասարանցիների ներկայությունը, իր ընկերների ներկայությունը։ Լավ խոսք ասում, ասա ով անկերը, ասեմ ով ես դու։ Ասենք եթե այս տղաները ինչ որ այդպիսի խնդիրներ ունենային, կարծում եք այսպիսի լավ ընկերներ եւ այսպիսի միջավայր կունենային եւ որոնք այսօր իրենց համար այսպես կպայքարեին, հոգեկան խնդիրներ ունեն այն մարդիկ, որոնք կարծում են, որ 18 տարեկան տղայի նույնիսկ գիտեք 18 տարեկան տղան եթե հանցագործություն է անում, նորմալ մարդու արձագանքը ինչ է լինում, մարդը սպանում, ասում է ափսոս 18 տարեկանում այս երեխու ճակատագրը, ախր ինչի այդ տեսակ բանի մեջ ընկար, չէ, այսպես են ասում, բայց իշխանության ներկայացուցիչը կոկորդիլոսագետ մարդ, որ այս իշխանությունն է ներկայացնում, որը բոլորիս վճարած հարկերի հաշվին պիտի Դավիթի եւ իր եղբոր եւ Դավիթի դասընկերների ճակատագիրը հոգար, իրենց համար արժանապատիվ պետություն ստեղծեր, իրենց համար ապրելու պայմաններ ստեղծեր, Facebook-ում ուրախանում է, որ Դավիթը վերջին զանգին չի մասնակցելու, կոկորդիլոսագետ, ոմն կոկորդիլոսագետ, այսինքն այս մարդկանց այս իշխանության բարոյալքման աստիճանը պատկերացնում եք, մարդ իշխանության ներկայացուցիչ, որ կարող է ուրախանալ, որ 18 տարեկան մի դպրոցական երեխա իր վերջին զանգին չի մասնակցելու։ Սրանք աբիժնիկ են, թույլ տվեք այս բառը օգտագործել, բայց համահունչ հայերեն բառ չեմ գտնում։ Սրանք մնացել են այդ նախկիների տակ, սրանք մնացել են 18-ի այդ էյֆորիայի տակ, սրանք չեն հասկանում, որ իրենք արդեն 8 տարի իշխանություն են։ Իշխանություն են, սրանք այդպես էլ իշխանություն չդարձան։ Սրանք ընդհանրապես դարձան գործիք թշնամի պետությունների ձեռքին, ընդհանրապես այդքան է, իսկ հասարակությունը պիտի սա չհանդուրժի, հասարակությունը ինչքան կարող է ապրել այս թույնի, այս ատելության մեջ, ինչքան կարա այս թույնը կուլ տա, ինչքան կարա այս ատելության մթնոլորտը ինքը սնվի դրանով եւ վերարտադրի, այդ արդեն ոչ թե Դավիթն է հիվանդ հոգեկան, այլ հասարակությունն է հիվանդ, որը պետքա բուժվի, իսկապես հասարակությունը բուժվելու կարիք ունի, բայց ես չեմ կարծում, որ դա ամբողջ հասարակության կարծիքն է, դա կոնկրետ թիրախավորած մարդիկ են, որոնք փորձում են նեգատիվ առաջացնել այս երիտասարդների նկատմամբ, հասարակությունը ուղղակի ավելի շատ վախեցած է եւ եթե չեն արտահայտվում, դա վախի պատճառով չեն արտահայտվում, բայց ես շատ խնդրում եմ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որից պետքա վախենալ, Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որից պետքա ամաչել, որ երկիրը ներկայացնում է նման անձնավորություն, ընդհանրապես է։
Դուք ավելացնելու բան ունեք։ Ավելացնելուն սա էր, երբ հասարակությունից էինք խոսում, պետք է գիտակցենք ամեն մեկս, որ կարող ենք լինել Դավիթի մայրիկի փոխարեն եւ յուրաքանչյուրի զավակը կարող է գտնվել յուրաքանչյուր վարքյան Դավիթի փոխարեն, որովհետեւ այս ապիկար իշխանությունները ամեն վարքյան չես կարող իմանալ, թե որ վարքյանին կարող ենք խորտակել որ մի երեխայի կյանքը։ Այսօր հասարակությունը պետք է կանգնի Դավիթի նման երիտասարդների կողքին եւ մենք այսօր դրա համար այստեղ ենք գտնվում։ Տիկին Գևորգյան, ձեր թույլտվությամբ ես էլի հարցեր ունեմ, քանի որ դուք Արցախի համար իր կյանքը տված հերոսի մայր եք, վերջերս Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա գիտակցված զոհաբերություն է եղել, որ մենք այսօր ունենանք պետություն, ինչպես եք վերաբերում այդ հայտարարությանը եւ արդյոք այս քարտեզի համար էր այդ զոհաբերությունը, որ այդ քարտեզը, որը Նիկոլ Փաշինյանը սարքել է կրծքանշան եւ բաժանում է ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը հերթական ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ես 20 թվականից ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցված է մեր տղաներին տարել եւ զոհաբերել։ Այնպես որ այդ առումով ոչ մի նոր բան չկա։ Ընդհանրապես մի ինքնախոստովանական ցուցմունք, որը ավելացավ այն գործին, որը մենք ծնողներս ներկայացրել ենք այս հաստատությանը եւ որովը արդյունք չենք սպասում, մինչեւ այս իշխանությունը չփոխվի։ Ընդհանրապես այդքանը։ Քննությանը դա կօգնի ավելի շուտ հայտնաբերելու։ Ինչու Նիկոլ Փաշինյանը տարավ եւ զոհաբերեց մեր տղաներին։ Այսինքն ինձ դրա որևէ նորություն չկար։ Ի սկզբանե իրեն համարել եմ թշնամի, անգամ ոչ թե դավաճան, այլ թշնամի, որը առաջի օրվանից եկել եւ սպասարկում է միայն թշնամու օրակարգը։ Ասեք մի հարց, որով Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը սպասարկել է հայկական օրակարգը։ Բոլոր իր գործողությունները միտված են թուրքական եւ ադրբեջանական օրակարգի սպասարկմանը։ Ոչ մի նորություն չկար, ինձ համար անակնկալ չկար Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության մեջ։ Իհարկե գիտակցված է արել ինչ որ արել է։ Իհարկե ինքը գիտակցել է իր ամբողջ հանցագործությունը, այն ինչ որ արել է մեր եւ մեր տղաների նկատմամբ։ Իհարկե այն ինչ որ հիմա անում է 18 տարեկան Դավիթի նկատմամբ, էլի գիտակցված է։ Ոչ մի չգիտակցված քայլ չկա։ Սա վրեժխնդրություն է ինչ որ ժողովրդի նկատմամբ, թե այդպես ստացվում է, որն է իր մոտիվացիան։ Գիտեք, իր մոտիվացիաները ես ինչքան փորձել եմ հասկանալ, դա միայն կարողացել եմ հայտնաբերել երկրի հակառակ կողմը գրքում։ Իր բոլոր թաքուն մոտիվացիաները այս գրքում են։ Ում որ հետաքրքրում է, խորհուրդ կտամ կարդալ։ Ի դեպ մի շատ կարևոր բան եմ ուզում պատմել։ Վերջերս տաքսու վարորդի հանդիպեցի, տաքսում այդպես զրուցում էինք, բարձվեց, որ տանել չի կարողանում այս իշխանությանը եւ չգիտի ոնց նիկոլականների դեմ, այսպես ասած, պայքարի, ասում է Փեսաս Նիկոլականը, ասում է ես ինչ ասեմ, ասում է իրա վրա չի ասում, ինքը Ռուսաստանում է ապրում, ասում է բիզնեսներ ունի այնտեղ շատ լավ եւ այլն, ասում է գալիս այստեղ այս մի քանի օրով հյուր ու ասում է Նիկոլը լավ տղա է, հետ է գնում, ասում է ես ինչ եմ որոշել անել, ասում է ծնունդն է շուտով Նիկոլ Փաշինյանի գիրքն եմ նվիրելու երկրի հակառակ կողմը, ասում է տալու եմ իրան ու ասելու եմ անպայման կարդա ու դրանից հետո ինձ ասա Նիկոլը լավ տղա է, թե չէ։ Հասկանում ես, ասում է բոլոր նիկոլականերին շատ հետաքրքիր մոտեցում ուներ, այդպես լավ տաքսու վարորդ էր, ասում է բոլոր նիկոլական ծանոթներից որոշել եմ, սրանից հետո տալու եմ իր այդ գիրքը, ասում է դե պես էս կարգին տղա է, ուղղակի դենտեղ ապրում չի հասկանում, բան ասում է, ասելու եմ կարդա այդ գիրքը ու դրանից հետո որպես տղամարդ նայ աչքերից մեջ ու ասա Նիկոլը լավ տղա է, թե չէ։ Տիկին Գևորգյան, Նիկոլ Փաշինյանը նաև արցախցիներին է մեղադրում, ասում է, որ փախածներ են, որ գեներալները ճողոպրել են, դրա համար պարտվել ենք, իսկ հիմա խաղաղություն է եւ եթե ինքը չընտրվի, պատերազմ է լինելու։ Ու ասում է ում երեխաները պետք է գնան կռվեն այդ պատերազմը։ Լավ, ասում է, եթե ինքը չլինի, պատերազմ է լինելու, բա այդ նույն Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, ինքը խաղաղություն է բերել։ Խաղաղության լոզունգով էլ առաջիկա ընտրություններին է մասնակցելու, ժողովրդին համոզելու է, որ ինքը խաղաղություն է բերել։ Այդ ինչ խաղաղություն է, որ իրա գնալով այդ խաղաղությունը չի լինելու։ Բա որ հանկարծ մի չոր կպնի, այսօր ցուրտ է, կարող է մրսի ինքը հիվանդանա ու մի բան պատահի։ Այդ խաղաղությունը բա ինչ է լինելու։ Այդ խաղաղության հետ ինչ է լինելու։ Այդ օրակարգի շրջանակում խաղաղության ժողովրդի հերթական անգամ ժողովրդի ուղեղն եք փորձում լվանալ։ Բայց այդ ինչ խաղաղություն է, որ քո գնալու է այս երկրից։ Էսա քո բերած խաղաղությունը, այսինքն Նիկոլ Փաշինյանի բերած եւ խաղաղությանն ենք ծանոթ, եւ ժողովրդավարությանն ենք ծանոթ, եւ կոռուպցիայի վերացմանն ենք ծանոթ, եւ արդարությանն ենք ծանոթ։ Որպես զոհվածի մայր, ընտրությունների հետ կապված հանրությանը ինչ հորդոր ունեք։ Գիտեք, հանրությանը ինչ հորդոր եմ։ Հանրությանը, եթե իր 8 տարվա վերջին պատմությունը
քաղաքականություն էր, երկրի վիճակը ոչինչ չի հորդորել, նոր բան չեմ կարող հորդորել։ Ընդամենը այն մարդիկ, որոնք իսկապես դժգոհ են այս իրավիճակից, անպայման գնան ընտրատեղամաս, անպայման գնան եւ իրենց վերաբերմունքը այդ մի քանի րոպե, մի ժամը գոնե տրամադրեն ինչ որ բան փոխելու համար, երբեք չթերագնահատեն իրենց քվեի ազդեցությունը։ Հունգարիայի օրինակը մեր աչքի առաջ է տեսակ, երբ որ ժողովուրդը եւ որ բարձր մասնակցություն կա, անպայման դա մեծ հետևանք է ունենում, մեծ ազդեցություն է ունենում ընտրությունների արդյունքների վրա։ Երբեք մի թերագնահատեք ձեր մեկ ձայնը, ձեր մեկ ձայնի, ձեր մեկ այոյի կամ ոչի կարևորությունը, ընդհանրապես սա այն մարդիկ, որոնք ասում եմ, ունեն վերաբերմունք, իրենք առողջ գնահատում են իրավիճակը եւ որ հասկանում են, որ այս խայտարակությունը շարունակել չի կարելի։ Իսկ այն մարդիկ, որոնք գոհ են այս իշխանությունից, իրանք ես կարծում եմ ոչ թե ես պիտի իրանց հորդորեմ, այլ կոնկրետ նեղ մասնագետները պիտի հորդորեն, որովհետեւ դա արդեն լուրջ դիագնոզ է, ախտորոշում է, ես այդտեղ անզոր եմ։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Սողոմոնյան, մարդուն 10 տարեկան տղային, ով նոր է մտնում կյանք, դեռ վերջի զանգել չի արել, մեղադրում են խուլիգանության մեջ, քաղաքական գործունեությանը խոչընդոտելու մեջ, բավականին ծանր մեղադրանքներ են, ինչ կարող եք ասել, ինչի համար են մեղադրում այդ տղային, որտեղ ըստ էության մի ձեռքով շարժում էր ընդամենը արել, նույնիսկ չէր էլ հարվածել։ Բա ուր մնաց ժողովրդավարությունը, սիրում եմ բոլորիդ։ Այո։ Ասում եմ բառերը նույնիսկ ավելորդ են, արտահայտելու այն ամենը, ինչ որ մենք զգում ենք։ Որովհետև մենք ամբողջը ծայր կեղծիք ենք տեսնում, շուրջ տված իրականություն։ Դու մտնում ես եկեղեցի, պատարագի ժամանակ, ինչի համար, որպեսզի մասնակցես պատարագի, ինչի չես մասնակցում պատարագի։ Ինչ պարտադիր է, որ դու գնաս, հասնես խորանին։ Մարդկանց մի կողմ տանելով, բրդելով, հրելով, չգիտեմ ինչեր անելով։ Ինչ պարտադիր է, որ դա այդպես անց, եթե դու եկել ես պարզապես մասնակցելու պատարագին, մեղքերից թողություն խնդրելու համար, այսինքն դու եկեղեցին պատարագը ամեն ինչը օգտագործում ես քո քաղաքական շոուի համար, քո բեմադրությունների համար, քո կոնֆլիկտների համար, որ միշտ քննարկվես, քննարկումների կռիվների կիզակետում լինես, որովհետև դու գիտես, որ ամեն մի քննարկումից հետո, ամեն մի դեպքից հետո սկսվելու է քննարկում, քո հավատարիմ ֆեյքերը սկսելու են քեզ պաշտպանել, մարդկանց վատաբանել եւ այդ ամեն ինչի հետ կապված դու լինելու ես մեդիա օրակարգում անընդհատ, հա։ Սա է այսպես ասած, այդ կեղծված իրականությունը, որ մեզ են մատուցում, մեզ գցում են այդ ինֆորմացիոն ծուղակի մեջ, բայց դրանից մարդկային ճակատագրեր, մարդկային կյանքեր են դժում։ Երիտասարդ, 18 տարեկան երիտասարդ, որը որ խնդիր ունի առողջական եւ հավատացյալ, հավատավոր երիտասարդ պատարագամատույցի ձեռքին, ինքը ինչ իմանար, որ առավոտյան ինքը պատարագի գնալիս պատրաստվել է պատարագի գնալու, իր պահեցողությամբ, իր ամեն ինչով գալիս է պատարագի ու մեկ էլ Փորձանքի մեջ է։ Փորձանքի մեջ է, փորձանքի մեջ է։ Մենք այս դեպքը իմ վրա շատ է ազդել, ես շատ եմ ցնցվել այս դեպքից, ազնիվ խոսք, չեմ կարողանում բացարձակ այսպես հաշտվել, սա խայտարակություն է, սա մեզնից յուրաքանչյուրին, մեզնից յուրաքանչյուրի երեխային կարող է սպառնել։ Պետք է գիտակցել, որ այդ մարդու զզվողները շատ են, 100,000-ներ են Հայաստանում։ Եվ այդ հանգամանքը հաշվի առնելով իրենք պետք է վաղուց այստեղ չլինեին, վաղուց իշխանության չլինեին։ Այնինչ իրենք գնում են, մտնում են բոլոր այդ կետերը, որտեղ որ հնարավոր են մարդկանց ջղաձգումներ։ Մարդիկ իրենց գոյության, իրենց ներկայության հետ կապված իրենց դժբախտ են զգում։ Ու այդ դժբախտության զգացմանն իրենք առերեսվում են, երբ որ գալիս են իրենց կողքին կանգնում են ու խառնվում են իրենց մասնավոր կյանքի մեջ։ Ներողություն արտահայտության կպրշկում են, մարդկանց կպրշկում են, այսպես ասած։ Երբ որ դու նայում ես իր այդ քարոզարշավի, կուսակցական քարոզարշավ կոչված այդ միջոցառումներին, ինքը իրեն ինչպես է պահում, ոնց է գնում մարդկանց բզում, հատոց այսպես, սա ինչ բան է։ Եվ այո, մենք պարտավոր ենք որպես քաղաքացի, որպես գիտակից քաղաքացի, որպես ծնող, որպես հայր, որպես մայր,
այստեղ լինել եւ պահանջել, ես բնականաբար Աննա Վարդապետյանից չունեմ որևիցե ակնկալիք։ Վայրը խորհրդանշական վայր է, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ այս համակարգը ինչ որ կա քաղաքական այս համակարգը, քաղաքական այսպիսի համակարգի պայմաններում ուղղակի մեր դժբախտությունն է, որ այդ քաղաքական համակարգի գլխին կանգնել է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող բռնապետ։ Պետք է քաղաքական համակարգը պետական այնպեսին լինի, որ ցանկացած ոք, անկախ նրանից թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու է, թե սպասարկու չէ, չունենա այսպիսի հնարավորություն, որ այդ զանգով, WhatsApp-ով կամ առանց նույնիսկ զանգելու չակերտյալ արդարադատություն անեն իր քաղաքական կամքին, իր քաղաքական քարոզչական գործունեությանը համահունչ, որովհետև այն պատիժը, որ այս տղան կրում է, սա շատ անհամարժեք պատիժ է։ Սա պատիժի նույնիսկ, ասենք, բան չկար այստեղ, բայց այդ ամենի համար, ասենք, կալանավորվել հասկանալի է, որ այս կառույցի ղեկավարը շատ պարզ քաղաքական պատվեր է կատարում իր շեֆին գոհացնելու նպատակով։ Ինչու է այդպես, որովհետև իր շեֆի նշանակած ազգային ժողովի падգամավորները մեկ մարդու նման, մեկ կենտրոնից հրահանգով իրեն ընտրել են որպես գլխավոր դատախազ։ Սրանում է։ Եվ դրա համար է նա ժողովրդից ուզում 2/3 ընտրությունների ժամանակ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի կարողանա, այո, կարևորագույն առանցքային պաշտոնը այս երկրում դատախազի պաշտոնն է, որ կարողանա միշտ իր ձեռքում պահի այդ պաշտոնը, որ իր դեմ խաղ չլինի, այսպես ասած, որ ինչ ուզենա այն էլ անի, ինչ իրավական կամայականություն ուզենա այն էլ անի։